Նիկոլ Փաշինյանը պատերազմ է մղում մեր բոլոր ազգային ինստիտուտների դեմ ու մի մասը քանդել է։ Հիմա մի քիչ հետ գնանք։ Եկած չեկած մի հատ ակցիա նախաձեռնեցին եկեղեցու դեմ։ Տեսան չի ստացվում, եկեղեցին ամուր է, միառժամանակ ձեռք քաշեցին։ Անցան մյուս կառույցին, բանակին։ Այդտեղ մի քիչ ճեղք նկատեցին ու սկսեցին գեներալների վարկաբեկել, բռնել, հեղինակազրկել, բայց թիրախում բանակներ, ոչ թե այդ գեներալները։ Իրար վրա ցուցմունքներ գրեցին, ցուցմունք տվողներին պաշտոնի տարան ու երբ հրահրվեց պատերազմը, արդեն առանց առաջնորդության բանակ էր։ Կրկնում եմ, իմ կարծիքով թիրախում բանակն էր, ոչ թե գեներալները։ Արդյունքում պատերազմում ոչ թե պաշտպանվեց Արցախը, այլ հիմնավորվեց Արցախի հանձնում այնպես, որ դավաճան չասեն Նիկոլին։ Եկեղեցու վրա առաջին գրոհից հետո նրանք լավ աշխատեցին եկեղեցու դեմ, թիմակիցներ հավաքեցին, ներսից խնդիրներ փորձեցին գտնել, հորինել ու շահարկեցին, այսպես ասած ճեղք գտան ու լայնացրին, փորձեցին հեղինակազրկել հանրության աչքում, պառակտել, խարխլել հավատը առհոգևոր սպասավորներ։ Եկեղեցական համայնքը բավականին մեծ է, հնարավոր չէ գտնել մի քանի հոգևորականի, որը պատրաստ է դեմ խոսել եկեղեցուն, կարգերին, կաթողիկոսին։ Նրանց սիրով տրամադրեցին պետական եթերը, նույն տերտերներին իշխանական ու իշխանամերձ լրատվականներում փչեցին ու եկեղեցու դեմ իրենց պլանները սկսին իրականացնել։